Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկա-մաթեմատիկական հատուկ դպրոցը նշում է հիմնադրման 60-ամյակը։ Հոբելյանական միջոցառմանը մասնակցում են դպրոցի մանկավարժները, աշակերտները, տարբեր տարիների շրջանավարտները։ Ֆիզմատ դպրոցը շարունակում է մնալ ամենապահանջված կրթական հաստատություններից մեկը հանրապետությունում։ 2025 թվականին դպրոց ընդունվելու համար դիմել էր 900 աշակերտ, ընդունվել 136-ը։ Այժմ սովորողների թիվը հասնում է 720-ի։ 2023 թվականին Շահինյանի անվան ֆիզմատ դպրոցը ճանաչվեց աշխարհում 10 լավագույն դպրոցներից մեկը դժվարությունները հաղթահարելու անվանակարգում։ Դպրոցն աչքի է ընկնում հանրապետական և միջազգային առարկայական օլիմպիադաներին ակտիվ մասնակցությամբ գրանցելով բարձր արդյունքներ։ Ուսումնական վերջին 5 տարիներին 2020-25 տարիներ ֆիզմատ դպրոցի 72 աշակերտ մասնակցել է բնագիտական 7 առարկաներից կազմակերպված միջազգային օլիմպիադաներին և արժանացել 50 մեդալի, որից 2 ոսկե, 9 արծաթե, 39 բրոնզե։ Միջազգային առարկայական օլիմպիադաներից բացի դպրոցի սաները բարձր արդյունքներ են գրանցել նաև բնագիտամաթեմատիկական այլ միջազգային ստուգատեսներում 180 մասնակից, 108 մեդալ։ Ցուցանիշները տարեստարի բարելավում են։ Սովորողների կրթության, դաստիարակության, նրանց առողջության պահպանման պատասխանատու գործընթացը վստահված է 64 մանկավարժի։ 42-ը ժամանակին մասնակցել և հաջողության բարձր միավորներով հաղթահարել են կամավոր ատեստացիայի պահանջները։ Ֆիզմատ դպրոցի բարեկամ հիմնադրամի միջոցներով դպրոցում մի շարք ծրագրեր են իրականացվում։ Պետության օժանդակությամբ հանրապետության հեռավոր շրջանների սովորողներն ապահովում են հանրակացարանով և ամենօրյա սննդով։ Դպրոցը հանրակրթության համակարգում իր ուրույն տեղը, դերն ու արժեքն ունի, ընդգծում է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Բուռն զարգացման փուլում ենք սկսած տեխնոլոգիական կրթության, տեխնոլոգիաների զարգացման ազդեցությամբ եւ այդ ուղղությամբ դպրոցը բավական ակտիվ է եւ տարաբնույթ ծրագրեր է իրականացնում, ինչպես նոր լաբորատորիաների ստեղծման, արհեստական բանականության ներդրման ուղղությամբ եւ հետեւաբար կարծում եմ դպրոցը տեղում չի դոփում երբեք եւ մշտապես զարգացման գործընթացում է։ Արաքսիա Սավաջյանը հոբելյանական միջոցառմանը լավ լուրով էր եկել։ Ֆիզմատ դպրոցն ընդգրկվել է կառավարության 300 դպրոց 500 մանկապարտեզի կառուցում եւ հիմնանորոգում ծրագրում։ Շինաշխատանքները դպրոցում նախատեսվում է մեկնարկել 2026 թվականին։ Վրյուր Մկրտչյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։